Ողջույն իմ սիրելի խեցգետիններ, այսօր մայիսի 22-ն է Յուպիտերի օրը, ձեզ ևս բաժին ընկավ Յուպիտերը, որովհետև ինքը մտնելու հենց ձեր նշան, և ես ուզում եմ այդպես շնորհավորել ձեզ, որովհետև արդեն հունիսի 21-ից արևը մտնելու է ձեր նշան և բոլորդ հերթով նշելու եք ձեր ծննդյան օրերը սիրելի խեցգետիներ, ինչի կապակցությամբ ես ձեզ շնորհավորում եմ և ուզում եմ ասել, որ գիտեք, այն դժվարությունը, որի միջով դուք անցաք, յուրաքանչյուրը յուրովի, յուրաքանչյուրը ինչ-որ այդպես տարբեր հարցերում, բնագավառներում ունեցավ խնդիրներ, անցաք այդ դժվարությունների միջով և իհարկե գիտեք, կարևորը, որ դուք այդ ժամանակ, սա իհարկե նաև բոլորին է վերաբերում, պարզապես խեցգետիներ լինելով ջրի նշան շատ զգայուն են, և իրենք մի քիչ ավելի ջրի նշաններ, ասենք, կարող են ավելի դժվար տանել, կարիճներն էլ դժվար են տանում, բայց իրանք շատ, ասենք, որպես ջրի նշան, բայց ինչ-որ առումով իրենց էներգիան շատ ուժեղ է և իրենք այդպես չեն ներքաշվում, իրենք կարողանում են շատ արագ փոխակերպվել դուրս գալ այդ վիճակից, ասենք, ի տարբերություն ձկների խեցգետինների, բոլոր դեպքերում այստեղ դուք անցաք այդ դժվարին ճանապարհով, դժվարությունների միջով, բայց այդ ժամանակ դու պետք է հասկանաս, որ դա ժամանակավոր է դժվարությունը և դա քեզ սովորեցնում է, դա քեզ ավելի ուժեղացնում և անպայման դու դուրս ես գալու այդ վիճակից և իհարկե բացվելու է մի նոր լույս և ահա այդ լույսը բացվում է ձեզ համար, սիրելի խեցգետիններ, Յուպիտերը կմտնի, սպիտակ լուսին է գտնվում ձեր նշանում, կբերեն հաջողություններ և դուք իհարկե ձեր ետևում ձեր մեջքի ետևում թողնելով ուրեմն այդ բոլոր դժվարությունները փորձում եք մոռացության տալ, որքան որ դա հնարավոր է և քայլել առաջ և նոր պլաններ լրիվ սկսել նոր կարծես թե, որովհետև հատկապես ասցենդենտով խեցգետինները նախ Յուպիտերը մի տարի մնալու է ձեր նշանում և հնարավոր է, որ դուք ինքը հնարավորություն կտա, որպեսզի դուք ձեր կյանքը փոխեք և սպիտակ լուսինն էլ դա կօգնի, այնուհետև Մերկուրին ավարևն են մտնելու և շատ ուրեմն հարմար ժամանակ է, որպեսզի դուք դա իրականացնեք, իհարկե այստեղ հատկապես վաղ խեցգետիններին ավելի վաղ ժամանակահատվածում, այսինքն հունիսի վերջին տասնօրյակում ծնված ուրեմն խեցգետինների մոտ որոշակի դեռևս անորոշություն կա իրենց ապագայի հետ կապված, բոլոր դեպքերում Յուպիտերը կօգնի և դուք կկողմնորոշվեք, բավականին ժամանակ ունեք, որպեսզի ուրեմն այդ հարցերը կարողանաք կարգավորել և իհարկե ցանկությունս, որպեսզի դա ձեզ հաջողվի և դուք կարողանաք ձեր ուրեմն ցանկությունները իրականացնել, սիրելի խեցգետիններ և այսպես ինչ ունենք հունիսին, լիալուսին, նորալուսին և իհարկե ինչպես որ ասացի արևը մտնելու է ձեր նշան, Յուպիտերը նորից կմտնի ձեր նշան, Վեներան ուրեմն կփոխի իր նշանը, Մերկուրին մտնելու է ձեր նշան, ահա և Մարսը կմտնի ուրեմն կույսի նշան, իհարկե ձեզ համար դա լավ է Մարսի ուրեմն կույսի նշան մտնելը, ձեզ համար բավականին լավ տարբերակ է և իհարկե ուրեմն ահա այսքանը և հիմա մենք սկսենք երևի թե Վեներայի մուտքից, որը տեղի կունենա հունիսի 6-ին մինչև հուլիսի 4-ին, գրեթե մեկ ամիս Վեներան կմտնի ցուլի նշան, բնականաբար այստեղ ևս շատ դրական էներգիան է ստեղծվում, ձեզ համար շատ լավ ուրեմն ժամանակահատված է և դուք հնարավոր է, որ ձեր միջավայրում, ձեր շրջապատում դուք այդպես փայլեք, այստեղ ֆինանսներ կլինեն, մի խոսքով դուք կզբաղվեք հավանաբար նաև ձեր արտաքին տեսքը այստեղ փոփոխություններ, որտեղ Վեներան իր նշանում է բավական ուժեղ է եւ ձեզ կստիպի, որպեսզի դուք ուշադրություն դարձնեք ձեր ուրեմն
թե արտաքինին, թե ֆինանսական վիճակին, թե այդպես ինչ-որ լավ փոփոխություններ եւ ասացի, որ ձեր միջավայրում դուք կարող եք տարբերվեք ձեր խնամված լինելով եւ այլն, ձեր արտաքինով ահա, ուրեմն դա այդպես եւ ամսի 9-ին Մերկուրին կմտնի ձեր նշան, սիրելի խեցգետիներ, այնտեղ կմնա մինչև հունիսի 25-ը, փաստորեն հունիսի 9-ից մինչև հունիսի 25-ը ինքը լինելու է ձեր նշանը, միանշանակ այստեղ հատկապես ասցենտով խեցգետինները միանշանակ հանդիպումներ կլինեն, խոսակցություններ կլինեն, դա անձնական թեմայով, դա կարող է լինել դատական թեմաներ, դա կարող է լինել ուրեմն աշխատանքի հետ կապված, արտերկրի հետ կապված, հայրենիքի հետ կապված, այսպիսի տարբեր թեմաներ, ընտանիքի բնականաբար որտեղ խեցգետին է, այնտեղ ընտանիքը եւ ընտանեկան թեմաները, երեխաների թեման։ Ահա, այդ ամենը կլինի բավականին ակտիվ ճանապարհորդության թեման եւս կարող են գրկվել միգուցե աշխատանքի փոփոխություն լինի ձեզ մոտ, ինչեւ ինքը մինչեւ 25-ը ներառյալ կմնա ձեր նշանում, իսկ 26-ին արդեն կտեղափոխվի առյուծի նշան, որպեսզի այստեղ երեխաների թեման, ֆինանսների թեման, միգուցե երեխաներին ուղղված կամ եւ այլն կամ աշխատանքի թեման ձեզ համար կդառնա ակտուալ։ Այնուհետև հաջորդ իսկ օրը 10-ին հունիսի Յուպիտերը, ինչպես որ ասացի, արդեն կմտնի ձեր նշան եւ այդ հաջողությունները, մի խոսքով այն ամենը ինչ որ ասացի, մի տարի ինքը այդտեղ մնալու է ձեր նշանում, դուք գլխավոր դերակատարն եք եւ անպայման պիտի օգտվեք այդ հնարավորությունից։ Տեսեք, 12 տարին փաստորեն մեկ անգամ է լինում եւ դուք կարելի ասել շատ մեծ չէ, բայց մեծ ժամանակահատված է, այնպես որ օգտագործեք դա, որովհետև եթե բաց թողնեք, հետո արդեն միգուցե տարիքի համար ինքը ուշ լինի, ոմանք արդեն երեխա ունենալու հետ կապված եւս դա շատ լավ ժամանակահատված է, արդեն իհարկե ասել եմ ջրի նշանների համար, ցոլերի, կույսերի համար լավ է, իհարկե երկօրյա կառյուծ կամ ասենք ջրհոս աղեղնավոր եւս կարող է լավ լինել, ուղղակի դժվարություններ կլինեն ընտանիքի երեխայի հետ կապված հարցեր են, արտերկրի հետ կապված հարցեր կարող են լինել կշարքների խոյերի այս դեպքում եւ այծեղջուրների ուրեմն այծեղջուրների մոտ որոշակի հարցեր կառաջանան, որ իրենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն, որ կարողանան ուրեմն այդ հարցերը կարգավորել։ Այնուհետև հաջորդ իսկ օրը 11-ին հունիսի Հայաստանի ժամանակով 11:43:40 արևելք լուսինը կհակադրվի 21 աստիճանում եւ տեղի կունենա լիալուսինը աղեղնավորի նշանում, դա ձեր աշխատանքի հետ է կապված, միգուցե շատ խեցգետիններ ի վերջո որոշեն, թե իրենք որտեղ են աշխատելու կամ արտերկիր են մեկնում աշխատանքի համար, շատ հնարավոր է որտեղ դա աղեղնավորի նշանում է, այնուհետև կամ համագործակցում են ինչ-որ մի արտասահմանյան ինչ-որ մի կազմակերպության հետ, միգուցե այսպես լինի, բոլոր դեպքերում ոմանք էլ իրենց առողջությանը ուշադրություն կդարձնեն կամ արդեն դուրս են եկել իրենք այդ ճգնաժամային վիճակից եւ հիմա արդեն կփորձեն այդպես գեղեցիկ կազմակերպել իրենց հանգիստը, բոլոր դեպքերում մինչև ոմանք արդեն միգուցե կողմնորոշվել են, որոշակի քայլեր արել են եւ հիմա արդեն իրենց համար արդեն պարզ կլինի, թե ինչ են անելու, ուր են գնալու, իդեպ ասեմ, որ հունիսին համենայն դեպս այն դժվարությունները արտերկրի հետ կապված ձեզ համար բարենպաստ ժամանակահատված է, իդեպ ասեմ սիրելի խեցգետիններ, ուրեմն ի տարբերություն այծեղջուրների եւ դուք մյուս մոլորակը եւս ինքը ձեզ չի խանգարում հունիսին, այնպես որ եթե արտերկրից ինչ-որ նպատակներ կան, թեկուզ on-line, թեկուզ ասենք ոչ on-line, դուք անձամբ պետք է գնաք այնտեղ սովորելու, աշխատելու, ինչ-որ գործունեություն ծավալելու, բոլոր դեպքերում կամ դատական գործերի դեպքում եւս, որտեղ Յուպիտերը նաեւ դա է ասում, այնպես որ կարող է հաջող լինել։ Ահա, անցնենք առաջ եւ 17-ին Մարսը, այ ձեզ այդքան տանջող Մարսը, ահա, ինքը կմտնի
կույսի նշան մինչև այնտեղ է մնալու մինչև օգոստոսի 6-ը, այնուհետև ինքը կտեղափոխվի կշեռքի նշան, իսկ ասեմ, որ կույսի նշան մեծ հաշվով դա այստեղ դրական էներգիան է կուտակվում եւ որոշակի միգուցե դժվարություններ կլինեն հարաբերություններում հարազատների, ընկերների, ասենք շտկելու բաներ կան դեռևս կարգավորելու բաներ կան, բայց այստեղ միգուցե շատ գիտեք շրջապատը զտվի, այսինքն հասկանա, որ այդ մարդիկ իրեն պետք չեն, իրենց հետ շփում պետք չի, հարկավոր է հարաբերությունները ավարտել եւ այլն, այսպիսի իրադարձություններ կարող են լինել, այդպես մնացած արդեն ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, բոլոր դեպքերում փորձեք հարազատների, ընկերների հետ կարգավորել առանց ինչ որ Մարսը կարող է, հատկապես եթե վատ էներգիան կուտակվի, կարող է որոշակի տարաձայնություններ, կոնֆլիկտներ առաջացնել, այստեղ բնականաբար նաև երթևեկության հարցում լինում ենք զգույշ եւ իհարկե ամենակարևորը այդ հարաբերություններն են, ահա դա էլ ուրեմն Մարսի դեպքում նորից հիշեցնեմ, որ մինչև օգոստոսի 6-ն է մնալու, այնպես որ դուք փորձեք առանց կոնֆլիկտի այդ հարցերը կարգավորել, որովհետև ինքը այն դժվարին ժամանակներում ուրեմն առաջացել էր որոշակի տարաձայնություններ էր ինքը առաջացրել եւ հիմա դուք աստիճանաբար դա պիտի կարգավորեք, այդպես արագ չի ստացվում այդ ամենը եւ իհարկե անցնենք առաջ հունիսի 21-ին արևը կմտնի ձեր նշան սիրելի խեցգետիներ, դուք կնշեք ձեր ծննդյան օրերը հերթականությամբ եւ իհարկե եւ ահա ինքը կբերի միանշանակ այդտեղ Յուպիտերն է, այդտեղ ուրեմն Մերկուրին է գտնվում, սպիտակ լուսինը, ինչպես որ ասացի, արևը կգա եւ այդտեղ մի ամբողջություն հավանաբար ինչ որ լավ իրադարձություններ կկատարվեն ձեր կյանքում, անպայման կգրեք ուրեմն կոմենտներում, մեկնաբանություններում, որպեսզի մենք էլ տեղեկացված լինենք, որ դա իսկապես կատարվել է եւ դա ճիշտ է իրականում այդպես եւ ավարտենք թերևս ուրեմն հունիսի 25-ով, երբ տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով 14:31:27 արևը եւ լուսինը կմիանան 5 աստիճանում եւ դա կլինի ձեր նշանում սիրելի խեցգետիներ, նորալուսինը կլինի եւ բնականաբար այստեղ խոսքը գնում է նոր սկզբի մասին, հատկապես եթե այդ նորալուսինը կունենա կկուտակի լավ էներգիա ձեր անձնական քարտեզում, դա նշանակում է, որ միանշանակ առաջին մեկ ամիսը, միգուցե այս տարվա կտրվածքով նույնիսկ ասեմ, ձեզ համար կարող է լինել ուրեմն հաջողակ տարի, դա այդպես ուրեմն կարող է լինել եւ ես ուրեմն ահա ինչն է կարևոր, որ նորալուսինը բոլոր դեպքերում լինում է Յուպիտերի հետ միասին, դա կարող է ճիշտ է այնտեղից այն մյուս մոլորակները այդպես ճնշում են, բայց մյուս կողմից էլ մյուս մոլորակն է այդպես լավ հավանաբար սա իհարկե տրանզիտներն է ասելը ավելորդ է մի քիչ, բայց հնարավոր է, որ դժվարությամբ, բայց դուք կարողանաք ձեր հարաբերությունները ընկերների, հարազատների հետ կարողանաք կարգավորել, հասկանալ ովքեր են ավելորդ, ովքեր պիտի մնան ձեր կյանքում, ումից հեռանաք եւ այլն, այսպիսի հարցեր կլինեն, բայց բոլոր դեպքերում դեռևս ապագայի ձեր նպատակների հետ կապված այդ անորոշությունը ամեն դեպքում ինչ որ առումով ձեզ անհանգստացնում է, այսինքն ինչ որ բան կա բոլոր դեպքերում, որ ձեզ անհանգստացնում է ապագայի հետ կապված այսպես, այնպես որ հուսանք, որ այդ միացումը բոլոր դեպքերում հետաքրքիր կլինի, հա, նորալուսինը միանում է Յուպիտերի հետ, միգուցե այդպես լավ նվերներ, լավ հետաքրքիր իրադարձություններ, այսինքն հատկապես այն մարդիկ խնդիրները ցանկացած բնագավառում, հա, ցանկացած, հիմա հատ չնշեմ, եթե ինչ որ հարցեր կան ձգվում են եւ այլն, այսքան ասենք ամիսներ շարունակ ոմանց մոտ դա կարող է լինել, հիմա արդեն ինքը կարող է այդպես ավելի հեշտ ստացվել, ոմանց մոտ
կերկարի դա, ոմանց մոտ ավելի կարճ, դա ձեր անձնական քարտեզով է, բայց միանշանակ ես կարծում եմ, որ խեցգետինների համար կարող է լավ լինել։ Ահա, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ մի քանի ուրեմն ասպեկտացիաներ, որ այո, հաջողություն կլինի, իհարկե այնտեղ արդեն ձեր անձնական քարտեզում մասնավոր դեպքեր, որ կարող եք կշռքի նշանում ունենալ, բազում մոլորակներ կամ խոյի նշանում ունենաք, շատ մոլորակներ, հա, այսինքն ձեր ասցենդենտի նշանը լինի խեցգետինը, բայց այդտեղ ասենք արևի նշանը լինի խոյ կամ կշեռ կամ այդտեղ ուղակի ունենաք մի շարք մոլորակներ, արդեն այս դեպքում տեսնում եք, ասենք խեցգետին, բայց կարող է այս դեպքում որոշակի հարցեր լինեն, որ իրենք դեռևս լուծման, կարգավորման կարիք կունենան կամ որոշակի այդպես դժվարություններ կառաջացնեն տան ընտանիքի հարցում կամ ձեր ապագայի հարցում։ Դրա համար եմ ասում, որ անձնական քարտեզը միայն կարող է ճշգրիտ պատկերը տալ եւ տրանզիտներով անիմաստ է ուղղակի այդքան շատ մանրամասնելը։ Այսքանը սիրելի խեցգետիններ, կիսվեք անպայման ձեր ուրեմն ինչպես որ ինչեր է կատարվում ձեզ մոտ, տպավորություններով, արդյոք կատարվում են կամ չեն կատարվում, լսեք անպայման ասցենդենտի նշանը եւ արևի նշանը, լսում եք միայն արևը, հետո ձեզ մոտ առաջանում է թյուրիմացություն, անպայման պետք է լսեք ասցենդենտի նշանը, նշան իմանալու համար պետք է իմանաք ձեր ճշգրիտ ժամը կամ պետք է հաշվարկվի ձեր ժամը, եթե չգիտեք, որպեսզի ստույգ իմանաք թե նշանը եւ թե ուրեմն աստիճանը։ Այսպես, այսքանը լավ եղեք, նորից եմ շնորհավորում բոլոր խեցգետինների ծննդյան օրվա կապակցությամբ, թող ձեր ցանկությունները իրականանան եւ միայն լավն ու բարին եւ բազում լիքը հաջողություններ կբերի, թող բերի Յուպիտերը ձեզ, այսքանը լավ եղեք առայժմ։